Հարգելի խորհրդարան, ելույթումս կանդրադառնամ արդար եւ խելացի Հայաստան ունենալու տեսլականին, անդրադառնալով արդարադատության ոլորտին մասնավորապես։ Նախ սկսեմ դատական համակարգից։ Տարիների վեր մեծածավալ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ եւ այն, որ բազմապատիկ անգամ ավելացել են դատական վեճերը, երբ քաղաքացիները վստահում են վեճի լուծումը դատարանին, խոսում է այն մասին, որ համակարգը կայացման փուլում է։ Բայց ինչքան էլ զարմանալի չթվա, այդ վեճերի բազմապատիկ ավելացումը ավելի եւ վերհանում այն խոցերը, այն բազում խնդիրները, որ դեռևս առկա են համակարգում, եւ այս առումով բնականաբար քայլեր դեռ պետք է ձեռնարկվեն։ Անկախ արդար եւ անկողմնակալ դատական համակարգի հետ կապված սահմանադրական բարեփոխումները իրականում կատարեցին կարևորագույն մի քանի քայլեր։ Կանոնակարգումներ, որոնք վերաբերում են սկսած դատավորների նշանակումից եւ վերջացրած դատական իշխանության անկախությունը երաշխավորող բարձրագույն դատական խորհրդի ստեղծմամբ։ Եվ այժմ առաջնահերթ խնդիր է սահմանադրական կանոնակարգումներին տալ միսուարյուն, ներկայացնելով ազգային ժողովի դատին դատական օրենսգիրքը։ Սակայն բնականաբար միայն դատական օրենսգրքով եւ այս փոփոխություններով հարցը չի լուծվի եւ առաջնահերթ խնդիր ենք համարում նոր քրեական եւ նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքերի ներկայացումը ազգային ժողով, որոնք նպատակ են ունենալու խթանելու դատական մրցակցությունը, երաշխավորելու արդարադատության իրականացումը ողջամիտ ժամկետում եւ ինչը ամենակարևորն է մեր կարծիքով ապահովելու հիմնավորված դատական ակտերի կայացումը։ Անշուշտ բազում այլ խնդիրներ, որոնք կուտակված են եւս պետք է լուծվեն առաջին հերթին դատավարական օրենսգրքերով։ Ինքնին արդյունավետ դատական համակարգը իհարկե չի սահմանափակվում զուտ դատական իշխանությամբ եւ բազում այլ ինստիտուտներ են շահկապված դատական իշխանության հետ։ Խոսքը վերաբերում է եւ փաստաբանությանը, եւ նոտարիատին, եւ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտին եւ մի շարք այլ ինստիտուտներին։ Եվ այս առումով եւս կառավարության ծրագիրը նախատեսել է մի շարք կարևոր քայլեր։ Թվարկեմ ընդամենը մի քանիսը։ Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնությունը, հատկապես խոսքը վերաբերում է սոցիալապես խոցելի շերտերին։ Ներդրվելու է փաստաբանի կողմից սխալի պատճառով վստահորդին հասցված վնասի ապահովագրության ինստիտուտը։ Խթանելու ենք, որպեսզի նոտարական համակարգը որոշակի դեպքերում հանդես գա որպես վեճերի լուծման արտադատական մարմին։ Եվ ոչ պակաս կարևորելով նոտարի դերը գործարքների կնքման փուլում, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, երբ նոտարը ստանձնի լատինական նոտարիատին բնորոշ իր կարևորագույն առաքելությունը, երբ դեռևս գործարքի բանակցման եւ կնքման փուլում կանխատեսի հնարավոր վեճերը եւ անի ամեն ինչ, որպիսի կանխի ապագայում վեճերի առաջացումը։ Սա բնականաբար պետք է եւս բերի մեր դատարանների բեռնաթափման։ Ուշադրության կենտրոնում պահելու ենք նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւ շուտով ներկայացնելու ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, տալով նոր գործիքներ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որպեսզի ակտերը կատարվեն արդյունավետ սեղմ ժամկետներում, բայց ինչը ոչ պակաս կարևոր ենք համարում, խթանելով այնուամենայնիվ դատական ակտերի կամավոր կատարումը։ Անդրադառնամ նաև սնանկացման վարույթին, որի որակի եւ արդյունավետության բարձրացումը մեծապես կախված է սնանկության կառավարիչների արհեստավարժությունից, ինչպես նաև նրանց ճիշտ ընտրությունից։ Պետք է նշեմ, որ տարիներ շարունակ մենք այս ոլորտում չենք ունեցել պատշաճ վերահսկողություն եւ ներկայումս առաջարկելու ենք շատ շուտով դարձյալ օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան ապահովելու պատշաճ ստուգման ընթացակարգ, ինչպես նաև գործուն վերահսկողական մեխանիզմներ։ Բայց խնդիրը զուտ չի վերաբերում այս կառավարիչների գործունեությանը։ Խնդիրը վերաբերում է նրան, որ մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք պարտադիր պահանջ, երբ սնանկության վարույթում առաջնահերթ դիտարկվելու է կազմակերպությունների առողջացման հնարավորությունը եւ միմիայն բացասական վերջնական պատասխան ստանալու դեպքում համապատասխան անձը կարող է տարվել սնանկության։ Կուզենամ անդրադառնալ նաև քրեակատարողական ոլորտին, ոլորտ, որտեղ կան բազում խնդիրներ, որոնց լուծումը իրապես ծայրահեղ ռեսուրսատար է, շատ ժամանակատար եւ պահանջում է հետեւողական աշխատանք։ Բայց խնդիրը ոչ միայն վերաբերում է քրեակատարողական ոլորտին կամ զուտ այն ժամանակահատվածին, երբ անձը գտնվում է ազատազրկման մեջ, այլ ոլորտի խնդիրները տարածվում են այդ ժամանակահատվածից դուրս։
անգամ ազատազրկման ժամկետի ավարտից հետո։ Օրինակ, գործազրկությունը նախկին ազատազրկվածների շրջանում առաջնային նշանակություն ունի կնքահանցագործության հետ կապված։ Իսկ շատ հաճախ պատճառը հանդիսանում է այն, որ այդ անձինք ազատվելով ազատազրկման վայրերից չունեն մասնագիտական կարողություններ եւ չեն կարող գտնել իրենց տեղը շուկայում։ Մենք համարում ենք, որ այս խնդիրներին պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի եւ հատուկ ծրագրում ամրագրել ենք նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են անգամ այդ փուլին, խոսքը վերաբերում է համապատասխան մասնագիտական կրթության ապահովելուն, որը առնվազն հնարավորություն կտա այդ անձանց գտնելու իրենց տեղը զբաղվածության շուկայում։ Այս առումով շատ կարևոր դեր է վերապահված նաև պրոբացիայի ծառայությանը, որը մենք ստեղծել ենք, սակայն պետք է նշեմ, որ թեև այն ստեղծել ենք, սա առաջին քայլներ ընդամենը, գործնական արդյունքներ քաղելու տեսանկյունից մենք դեռևս շատ հեռու ենք։ Քայլերը, որ մենք ձեռնարկելու ենք, դա պրոբացիայի ոլորտի զարգացումն է, որի բուն նպատակը դա հանցագործություն կատարած անձի վերաինտեգրման մեխանիզմի գործարկումն է։ Պրոբացիայի ծառայությունը կարևոր դերակատարում է ստանձնելու երկրում, որովհետև ի վերջո հայտնի է, որ արդյունավետ գործող պրոբացիայի ծառայությունը նվազեցնում է այն անձանց թիվը, ովքեր գտնվում են ազատազրկման վայրերում, ինչը շատ կարևոր խնդիր է, ընդ որում ոչ միայն Հայաստանի համար, այլ ցանկացած երկրի համար։ Կուզենամ մի քանի խոսք ասել կառավարության մեկ այլ տեսլականի, խոսքը վերաբերում է Խելացի Հայաստանի տեսլականին։ Բանն այն է, որ նույնականացման քարտերի ներմուծումը Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ստորագրությունը, պաշտոնական էլեկտրոնային փոստը, այդ ամենը ստեղծել են աննախադեպ պայմաններ, երբ մենք կարողանում ենք բազմաթիվ ծառայություններ մատուցել թե բնակչությանը, թե բիզնեսին շատ ավելի որակով, ավելի մատչելի, արագ։ Եվ այս տեսանկյունից մենք առաջին քայլերը արդեն սկսել ենք ձեռնարկել, ինչպես գիտեք, կան բազում ծառայություններ, որոնք արդեն մատուցվում են եւ շատ արագ են մատուցվում, բայց մենք փորձելու ենք զարգացնել այդ ծառայությունները նաեւ երկու այլ կարևոր ոլորտներում։ Առաջինը դա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից մատուցվող ծառայություններ են։ Շուտով նախատեսելու ենք դրույթ, երբ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից թե ինքը որտեղ է հաշվառված, կարողանա դիմել ցանկացած քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին եւ ստանալ այն ծառայությունները, որ մատուցում են այդ մարմինները։ Ավելին, մենք փորձում ենք հիմա քայլեր կատարել, որպեսզի շատ ծառայություններ անձը կարողանա ստանալ իր տանը, չհեռանալով իր իսկ համակարգչից։ Արդեն սկսել ենք փորձարկել էլեկտրոնային ապոստիլ ծրագիրը։ Ծրագիր, որի հիման վրա կընդլայնվեն ոչ միայն ապոստիլով հաստատման ենթակա փաստաթղթերի ցանկը, այլ անմիջապես դիմողների պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կուղարկվի հաստատված փաստաթուղթը համապատասխան կոդով եւ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքեջում յուրաքանչյուր ոք մեր օտարերկրացի գործընկերները, որոնք պահանջում են ապոստիլով ավերացված փաստաթուղթ, հնարավորություն կունենան անմիջապես մտնելու կայք եւ ստուգելու համապատասխան փաստաթղթի վավերացված լինելը։ Բնականաբար սա ընդամենը մեկ օրինակ է, բայց փոփոխությունները լինելու են շատ ավելի մեծ։ Նմանատիպ քայլեր պատրաստում ենք ձեռնարկել նաև պետական ռեգիստրի համակարգում, ստեղծելով իսկապես բիզնես ռեգիստր, որովհետև որն է ի վերջո ցանկացած ռեգիստրի նպատակը։ Ռեգիստրի նպատակը այն է, որպեսզի հանրությանը տրամադրվի տեղեկատվություն, որը հիման վրա մարդիկ կարողանում են մտնել բնականon գույքային շրջանառության մեջ։ Խոսքը վերաբերում է եւ մասնակիցների ցանկին, այ համապատասխան կազմակերպությունների։ Խոսքը վերաբերում է գրանցված գույքին, սահմանափակումներին, մտավոր սեփականությանը, որը գրանցված է պաշտոնապես այդ կազմակերպությունների անունով եւ մի շարք այլ։ Այս ամենը պետք է եւս մատուցվի էլեկտրոնային ծառայությունների միջոցով։ Մի քանի խոսք գործարար միջավայրի բարելավման եւ բիզնես շահերի պաշտպանության ոլորտին, որտեղ վարչապետը արդեն նշեց, մինչեւ տարեվերջ մենք ներկայացնելու ենք համապատասխան օրենքը, սա չի լինելու պետական մարմին, բայց լինելու է պետական ինստիտուտ, որի հիմնական նպատակը վերհանել գործարարությանը ցանկացած խոչընդոտ, որը սպառնում է գործարարությանը եւ հարցը բարձրացնելու միջոցով լուծում ակնկալել։ Հարգելի գործընկերներ, նշվածս ոլորտների մասին խոսելուց ես իհարկե նշեցի մեր կարևոր ուղենիշերը, սակայն սա չի նշանակում, որ այս ոլորտներում չկան խնդիրներ, որոնք իրականում շատ հաճախ պահանջում են ընդամենը պարզունակ քայլ, պարզունակ լուծում։
Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ քայլերը կատարվելու են, թեև դրանց մասին մենք ծրագրում առանձին չենք խոսել։ Սրանք այն տարրական լուծումներն են, որոնց կարոտ է մեր հասարակությունը։ Վստահեցնում եմ ձեզ, որ արդյունքը կլինի շոշափելի, եւ սա է լինելու մեր զարգացումների հաջողության գրավականը։ Շնորհակալություն։